1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած ջահելով երթը այս տարի շատ ավելի տպավորիչ էր եւ ակնհայտ էր, որ խնդիրը միայն այն չէ, որ կլոր տարի է։ Խնդիրը նաեւ այն էր, որ այս տարի ակնհայտորեն փոքրինչ այլ համատեքստ կար։ Եվ բողոքի ցասման հասցեատերը միայն Թուրքիան չէր, միայն Ադրբեջանը չէր, միայն միջազգային հանրությունը չէր, հասցեատերը նաև Հայաստանի իշխանություններն էին։ Այսինքն այդ բողոքը Հայաստանի իշխանությունների դեմ այդ ընդվզումը ակնհայտորեն զգացում էր, կարծես մթնոլորտում կախված էր եւ շատ շատերը, որ նախորդ տարիներին չէին մասնակցում այդ երթին եւ այդպիսի միջոցառումների, այս տարի մասնակցում էին հենց նրա համար, որ ցույց տան իրենց անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության նկատմամբ։ Անգամ տեսակետներ էին հնչում, որ այս տարի պետք է հրապարակում այրել ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև ՔՊ-ի դրոշը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրոշը։ Իհարկե դրոշներ այրելը լավ բան չէ եւ շատ շատերը այդ թվում նաեւ դեմ են դրան, առաջին հերթին այն պատճառով, որ դա թուլության նշան է, դա անզորության նշան է, հուսահատության նշան է։ Բայց կարևոր է նաեւ այն, թե ինչպես արձագանքեցին օրինակ իշխանական քարոզչամիջոցները։ Նույն երեկոյան ադրբեջանցիները գնդակոծեցին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը, որում թիրախավորված կոնկրետ գրակեցին բնակելի տների ուղղությամբ, եւ ահա իշխանական քարոզչամիջոցները ասեցին, թե այս սա հետևանք էր այդ դրոշներ այրելու։ Իրականում իհարկե ադրբեջանցիները նախորդ օրն էին կրակել, մի օր առաջ էին կրակել, մի ամիս շարունակ կրակում էին ամեն օր, ելի են կրակելու եւ պարզ է, որ դա դրա հետ կապ չուներ, ուղղակի իշխանական քարոզչամեքենան, քարոզչամիջոցները փաստորեն արդարացրեցին Ադրբեջանի այդ գործողությունները։ Ավելին, արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը արդարացրեց դա։ Իր մամուլի քարտուղարի միջոցով Armenpress լրատվական գործակալության հարցին պատասխանելով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ այրելը, ինչպես նաեւ դատապարտում է ադրբեջանցի կույնների կողմից Խոզնավար գյուղի բնակելի տների գնդակոծությունը։ Այսինքն Հայաստանի իշխանությունները նույն բարբերության մեջ, նույն նախադասության մեջ, նույն հարթության վրա դրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրելը եւ բնակելի տների գնդակոծությունները։ Նույն հարթության վրա դրեցին ընդ որում, բայց նրանց միջև հավասարության նշան չդրեցին։ Օրինակ, այդ նույն հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա դրոշները այրելը սադրիչ եւ հրահրիչ գործողություն էր։ Իսկ այ ադրբեջանցիների կողմից հայկական բնակավայրերի գնդակոծությունը նա սադրիչ չի անվանում։ Նա ուղղակի դա անվանում է հրադադարի խախտում։ Այսինքն հայկական կողմը մենք սադրել ենք, հրահրել ենք, նրանք էլ խախտել են հրադադարը։ Այսինքն մեղավորը փաստորեն մենք ենք եւ Ադրբեջանը ինչ կա մեղադրելու, դե հիմա մենք սադրել ենք, նրանք էլ գնդակոծել են։ Սա նույն այն քաղաքականությունն է, երբ հիշում եք այս տարվա, եթե չեմ սխալվում, հունվարին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է տեղի ունեցել։ Ուշադրություն դարձրեք, եթե նա ընդամենը ասեր, որ դե հա, եղել է ցեղասպանություն, մենք պիտի հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել, էլի ինչ որտեղ հասկանալի կլիներ։ Դե ցեղասպանություն է եղել, պետք է պատճառները հասկանալ։ Այսինքն չի ասում, պետք է հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել։ Նա ասում է, պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Այսինքն նա ինչ է տեղի ունեցելն էլ է կասկածի տակ դնում։ Պիտի հասկանանք ինչ է տեղի ունեցել, ցեղասպանություն է տեղի ունեցել, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Նա էր ասում սա եւ սա նույնն է ինչ որ ասում է Թուրքիան տասնամյակներ շարունակ։ Ենթատեքստը հասկանալի է։ Այսինքն ըստ երևույթին, հա մենք պիտի հասկանանք, գուցե այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել, որովհետեւ
մենք սխալ ենք եղել, մենք դավաճանել ենք Թուրքիայի Օսմանյան կայսրությանը, մենք օտարների ձեռքին խաղալիք ենք դարձել, չենք հասկացել, թե թուրքերն էլ ստիպված են եղել մեզ կոտորել։ Ենթատեքստը սա է։ Եվ դա այն է, ինչ Թուրքիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ ասում էին։ Հիմա ճիշտ նույն մեխանիզմով Նիկոլ Փաշինյանը խոսում է ադրբեջանական սադրանքների մասին։ Ճիշտ նույն մեխանիզմով ասում է, մենք պիտի հասկանանք, թե ինչու են նրանք գնդակոծում, իսկ գուցե ճիշտը նրանք են։ Մենք սադրում ենք, նրանք անում են, նրանք ինչ մեղավոր են, այսինքն արդարացնում է Ադրբեջանի գործողությունները։ Եվ սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները այդ կերպ են ընկալում, ինչպես իրենք են ասում, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ կարգավորումը իրականում կարող է լինել միայն այն դեպքում, եթե մենք առերեսվենք անցյալի հետ եւ փորձենք հասկանալ դա եւ ոչ թե մոռանանք անցյալը, որում ուշադրություն դարձրեք, երբ որ Հայաստանի իշխանությունները Հայաստանում այդ գործողությունները ջահելով երթը դրոշներ այրել, ինչը ինձ համար նույնպես անընդունել, եթե դա համարում են սադրիչ եւ հրահրիչ, ապա այս բոլորովին չեմ զարմանա, եթե վաղը մյուս օրը Ադրբեջանի պահանջներին եւս մի պահանջ ավելանա, որ անհապաղ դրա դեմ առեք եւ պատժեք, բռնեք, ձերբակալեք, պատժեք նրանց, ովքեր հրահրում են, ովքեր սադրում են, որովհետեւ դրանով նրանք փաստորեն սեպ են խրում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ եւ խոչընդոտում են խաղաղության գործընթացը։ Կարող է նաեւ այդպիսի պահանջ ներկայացնել, եթե արդեն չեն ներկայացրել, եւ Հայաստանի իշխանությունները բարձ բաց տեքստով ասում են, որ այո, նրանք սադրիչներ են, նրանք հրահրիչներ են, հրահրողներ են եւ նրանք դեմ են մեր պետականության, իսկ եթե դեմ են մեր պետականության, ինչ պիտի անի իշխանությունը, պիտի փորձի կանխել, արգելել, ձերբակալել, պատժել այդ ամեն ինչ։ Այնպես որ մեծ հավանականությամբ առաջիկայում հենց այդպիսի բաներ էլ տեղի կունենան եւ Հայաստանի իշխանությունները կասեն ինչու ենք այդպես անում, որովհետեւ նրանց գործունեության արդյունքում տուժում է Հայաստանը, տուժում է խաղաղությունը, տուժում է մեր ապագան եւ այլ եւ այլ եւ այլ։ Իսկ ինչու միջև հիմա չեն անում։ Շատ բարձ պատճառով, օրինակ, եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ դա սադրանք է, որ դա հակապետական գործունեություն է, բա ինչու՞ չեք արգելում այդ դեպքում, բա ինչու՞ չեք կանխում։ Ինչու եք թույլ տալիս, որ կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա այդ ամեն ինչը սկսվի։ Ինչու՞, որովհետև իշխանությունները, եթե այդպես անեն, նրանք շատ լուրջ հակազդեցություն կստանան Հայաստանում, որում ամբողջ հասարակության կողմից։ Բայց քանի որ իրենց համար իրենց վարկանիշը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի պետական շահը, նրանք իրադասում են ոչինչ չանել, որպեսզի հանկարծ իրենց վարկանիշը չտուժի, բայց միաժամանակ փորձել հաճոյանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին։ Ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հստակեցնի իր այդ պահանջները, ես անգամ չէի ցանկանա պատկերացնել, որ մեծ հավանականությամբ իշխանությունները կկատարեն նաեւ այդ պահանջը։ Ինչևէ, այսօր այսքանը կհանդիպենք։